Կառավարության ծրագրի 2024 թվականի զեկույցի 3-րդ օրվա քննարկումները շարունակվեցին ինչպես ծրագրային, այնպես էլ քաղաքական ելույթներով։ Հերթագրված տասնյակ падգամավորները կանգ առան վերջին 6 տարում պետական բյուջե լրացուցիչ 4.2 միլիարդ դոլար ներգրավելու հանգամանքի վրա։ Ընդդիմությունը չի տեսնում արդյունքը, իշխանությունը փաստեր է ներկայացնում։ Այս թվերը բացարձակ մանիպուլատիվ են, որովհետև եթե օրինակ մեր բյուջեն այս 7 տարիների ընթացքում հավելյալ ինչքան էիք ասում 4.2 միլիարդ դոլարի հավելյալ գումար է մտել, այդ դեպքում պարզ հարց է առաջանում։ Բա 7 միլիարդ դոլար պետական պարտքը ինչու ենք վերցրել։ Շատ լավ կլիներ, որ երկիրը շատ դեպքերում պարտքի կարիք չունենար, ինչի ճանապարհներից մեկը հարկային վարչարության բարելավումն է կամ հարկային արտոնությունների սահմանափակումը, բայց մենք ունենք այնինչ ունենք եւ այս պարտքի ավելացման մեծ մասը, ել եմ կրկնում, բաժանվել ճգնաժամային, ֆորս մաժորային իրավիճակում, երբ որ տնտեսությունը փաստացի կանգնած էր մի քանի ամիս, հարկային եկամուտներ գրեթե չէին գեներացում, բայց մենք ունենք ծախսերի աննախադեպ աճ։ Անհրաժեշտություն։ Այս թվում նստած մարդիկ ու իրենց ղեկավարները 2011-ից 17 թվականներին չեն թողել, որ 4.2 միլիարդ դոլար մուտք լինի պետական բյուջե, լափել են, կերել են։ Ու այն 1.7 միլիարդ դոլարն էլ, որ հիմա կալանքի տակ է գտնվում Ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտի գործերի քննության ներքո էլի դրա պետք է գումարենք այդ 4.2 միլիարդին։ Ոչ միայն տնտեսության, այլև արդարադատության, անվտանգության եւ այլ ոլորտների բարեփոխումների մասին ելույթներ հնչեցին։ Ընդդիմությունը անհաշտ էր նախորդ օրվա նիստում դաշնակցության հասցեին հնչած քննադատությունների հետ։ Թեման շարունակելով Քրիստինե Վարդանյանը հակադարձեց։ Այո, դաշնակցության ուժը երբեք չի եղել, որ գնացել է Ստեփանակերտի հրապարակում ու ասել է Արցախը Հայաստանն է ու վերջ։ Դա մենք չենք արել, որովհետև քաղաքականությունից մի քիչ ավելի շատ բան ենք հասկացել։ Դաշնակցությունը պետք է վիրավորվեր Ռոբերտ Քոչարյանից, որի թիկնազորը զուգարանում դաշնակցականիա սպանել ինչի համար, որ ասել է պրիվետ ռոբ։ Մի հատ ձեզ պատկերացրեք, էլի վաղը լսեք էլի։ Լրեք էլի, հարգելի գործընկերներ, մի էլի, դուք իրոք, պարոն Պարսիլյան, մի ընդհատեք ինձ, մի խանգարեք ինձ, փաստա չէ, ասենք դուք իրոք էլի, դուք ձեր մեջ մտածեք, հիմա այսօր տես բաներներ ինչ կանեիք, ու իրոք դա խայտարակություն է, չէ, դրա համար պետք է մի քիչ հետևողականություն ունենալ, ընդամենը հետևողականություն, ես դեմ չեմ քննադատեք ինչ որ տեսնում եք, բայց մի ասեք բաներ, որից հարյուրապատիկ ավելն եք դուք արել։ Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւս իր ելույթը նվիրեց ոչ թե կառավարության ծրագրին, այլ անվտանգային խնդիրներին, որոնց ըստ նրա պետք է անդրադառնալ վարչապետը կառավարության ծրագրի զեկույցը ներկայացնելիս։ Կարող եք ասել, որ գոնե լոկ մեկ զիջում Ադրբեջանի կողմից, որ իրականացվել է խաղաղության պայմանագրի բանակցային ողջ գործընթացի ընթացքում։ Իսկ իրականում, երբ որ ասում ենք, որ մենք պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ դրան զուգահեռ նաեւ Մինսկի խմբի լուծարման պայմանագիրը եւ այն նաեւ համադրում հետագայում սահմանադրության փոփոխության հետ, որը որ Ադրբեջանի պարտադրմամբ է իրականացում, մենք ոչնչացնում ենք եւ Արցախի անձնագիրը եւ ոչնչացնում ենք կամ վտանգի տակ ենք դնում նաեւ Հայաստանի Հանրապետության անձնագիրը։ Որն է ի վերջո խնդրեմը ձեր Արագած Սարի հետ, որովհետեւ դուք չեք կարող Արագածը մոնետիզացնել։ Չեք կարող դուք Արագած Սարը մոնետիզացնել։ Դուք չեք կարող Արագածից փող քաշել։ Բայց Արարատ Սարը դուք մոնետիզացրել եք։ Պատմական Հայաստանը դուք վաճառում եք հայ ժողովրդի վրա։ Դրա համար էլ ձեզ 004 շրջաբերականում ասում է, որ պետք չի, որ մենք ունենանք սահմանազատված սահման։ Ասում են բանակցում եք, ինչ եք բանակցում։ Դե ասեք, ինչի դիմաց։ Գույք պատքի դիմաց։ 2002 թվականի նոյեմբերին Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք ստորագրեց Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ 95 միլիոն դոլար պարտքի դիմաց Ռուսաստանին տրվեց Հրազդանի ջեկը, Սևան Հրազդան կասկադը 7 հեկով, Մարս գործարանը, ավտոմատացված համակարգերի ինստիտուտը, մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, 2006-ին հեծը, 2008-ին հայկական երկաթուղին շարժակազմով, հայ-իրանական գազատարը, հայ գազը դարձրիք Գազպրոմ Արմենիա, թոկը գցեցիք երկրի վիզը։ Ամրաշինական կառույցներ ենք սարքում ամբողջ սահմանների երկայնքով։ Այս մասին շատ չենք խոսում, բայց զինվորը արդեն գիտի, զինվորը այսօր ունի բարձր պաշտպանվածություն եւ նման պաշտպանվածության մակարդակ երբևէ չի եղել։
Կառավարող ուժի падգամավորները նշեցին, որ պատրաստ են հաշվի նստել փաստերի հետ, բայց ոչ դրանց խեղաթյուրման, իսկ փաստերը ըստ նրանց կատարված աշխատանքների մասին են ոչ միայն սահմանների ամրապնդման, այլև ռազմարդյունաբերության, ճանապարհաշինության եւ բազմաթիվ այլ ոլորտներում։ Վարդուհի Արզումանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։